Աշխատում ես հիմա ինչ-որ սցենարի վրա ասացիր։ Այո։ Այսպես մի սցենար եմ գրել, հաշվի առնելով, որ այս խաղային ոլորտը Հայաստանում շատ զարգացած է եւ մարդիկ շատ են on-line կազինոներ խաղում, եւ իսկապես դա խնդրեմ է մեր հասարակության մեջ եւ ոչ միայն մեր հասարակության, ռեգիոնալ, Ուկրաինայում, Ռուսաստանում, Ղազախստանում, ռեգիոնալ խնդրեմ է, եթե կարելի ասել Եվրոպայից մինչև Ասիա ժամանակակից հիվանդություն է դա, որտեղ ունենալ քո գրպանում մի ամբողջ կազինո եւ յուրաքանչյուր պահին այսպես հաճախել կազինո եւ խաղալ խնդրեմ է դա եւ այդ խաղամոլությունը դա կոնկրետ շատ վատ հիվանդություն է, շատ վատ հիվանդություն։ Այս ինֆորմացիան ընդհանրապես է գլուխս ուղեղս պայթեցնում, որովհետեւ խոշորագույն բուքմեյքերական ընկերություններից խոշորագույն բուքմեյքերական ընկերության ղեկավարը, ով նաեւ on-line կազինոների ղեկավարը, քո մոտիկագույն ընկերն է։ Այո, իմ ընկերն է Վիգեն Բադալյանը։ Ու եւ ձեզ հաճախ կարելի է միասին տեսնել։ Եվ ասեմ ավելին, Վիգեն Բադալյանի համար խաղամոլը ամենավատ մարդն է, ամեն ինչ կարող է հասկանալ բացի խաղամոլից, բացի խաղամոլին։ Բայց ինչպես կարելի է բիզնես կառուցել մի բանի վրա, որի ասեն զոհերը խաղամոլն են։ Միշտ ինքը միշտ ասել է հենց եմ ուզում որ մարդիկ խաղան ընդամենը հաճույքի համար։ Դա նույնն է ինչ որ ես սիրեմ զբաղվել սեքսով, բայց լինեմ կույս ամբողջ կյանքում։ Չէ։ Բայց դու սեքսագար կարող ես չլինել, զբաղվել սեքսով, չէ՞։ Բայց բոլորը հասկանում են, որ կազինոները սնվում են խաղամոլներով։ Խաղամոլներով հենց էտա կոնկրետ վիբեթի կարգախոսը խաղա հաճույքի համար, այլ ոչ դարձի խաղամոլ։ Եվ այդ խաղամոլությունը իսկապես խնդիր է, իրենց համար էլ է խնդիր։ Եվ ավելին ասեմ, ես համոզել եմ իրեն, որպեսզի ինքը հովանավորի, որ մենք այդ ֆիլմը նկարենք, այդ խաղամոլության մասին պատմող տրագեդիան, այդ դրաման, այդ մարդը, որ նայի այդ ֆիլմը, ես եմ գրել սցենարը։ Այսինքն հովանավորը ինքն է։ Ես կուզեմ, որ ինքը լինի, եւ ես կարծես համոզել եմ նրան, որպեսզի ինքը հովանավորի, որ մենք այդ անտի պրոպագանդան, այդ խաղամոլության դեմ նկարենք։ Հասկանում եք։ Իսկապես, ես չգիտեմ մյուս խաղային ընկերությունները ինչպես են, բայց ինքը իմ ընկերն է, իմ 20 քանի տարվա ընկերն է, եւ ինք ատում է խաղամոլներին, ոնց ես բացատրեմ։ Հասկանալի է, դու իրեն ավելի լավ ես ճանաչում եւ ես այս պարագային վստահում եմ նաեւ քո խոսքին։ Ես ավելին ասեմ, մի անգամ իսկան ասի որ մի երկու անգամ փորձել եմ խաղալ, ինձ պարզապես նեղացա, այսպես ասեց, ոնց որ մեր հարաբերությունները էլ առաջվանը չեն։ Ինչ ասեմ։ Լավ, համոզեցիր համարյա։